Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 26-ն է 2026 թվական։ Այդ ընտրությունների հետ կապված եթե ժամանակ մնա վերջի մասում մի քիչ կխոսենք, շատ հարցեր կա, անդրադառնանք դրանց։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան համաձայնագրերն ու այլ փաստաթղթերը։ Իհարկե տնտեսական այդ գործոնները հիմնված են երկու երկրների ու կառավարությունների քաղաքական կամքի վրա։ Մենք հիմա տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը։ Ամենաուժեղ գործոնը կայունության ու խաղաղության կարող է լինել փոխկապակցվածությունը։ Միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի եզրույթ չէ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկապակցվածությունները ավելի հուսալի գործոններ են, ուստի տարածաշրջանային տրանսպորտի հաղորդակցության բացումը կամրապնդի մեր տարածաշրջանում խաղաղությունը։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մենք ապրել ենք թշնամանքի մթնոլորտում ու մի քանի տասնամյակ ու հնարավոր չէ պարզապես անջատել կոճակն ու ամեն ինչ փոխել, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ մթնոլորտը փոխվում է։ Այսինքն հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներում խոսում է մի բանի մասին, որ տնտեսական փոխշահավետ կապերը կապահովեն անվտանգություն, որովհետև կողմերին ձեռնտու չի լինի իրար հետ պատերազմել, որովհետև իրար հետ առևտուր են անում։ Կտրականապես մերժելի տեսակետ, որը մի քանի անգամ հնչեցրել է, հիմա էլ գնացել է Եվրոպայում հնչեցնում, և մարդիկ ամենայն հավանականությամբ զարմացած նայում են, թե այս մարդը որտեղից է եկել։ Այսինքն տնտեսական կապեր չկար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որ Ռուսաստանը հարձակվեց, կամ աշխարհի շատ երկրների հետ, չկար։ Դու գնացել ես Եվրոպա, որտեղ այտենց երկիր չկա, որ հարևանի հետ չի կռվել, այտենց երկիր չկա, որ հարևանի հետ տարածքային պահանջներ չի ունեցել։ Ու ինչ առևտուր իրար հետ չեն արել։ Քաղաքական որոշում է կայացվել, որ տղեկ, եկեք հավաքվենք իրար հետ, եկեք իրար հետ համակեցության կանոններ հաստատենք, որը սկսվել է 6 երկրներից, շատ հետ չգնանք։ Կամաց ընդլայնել այդ ընդհանուր շահերի վրա, բայց քաղաքական որոշում է կայացվել, որ այդ առևտուրը տեղի է ունեցել։ Եթե դու քաղաքական որոշում չկայացնես, քո հարևանների հետ էլ է սահմաններդ փակ։ Արդյունքում ոչ թե փոխշահավետ առևտուրն է բացում սահմանները կամ հարաբերություն հաստատում քաղաքական, այլ քաղաքական հարաբերություն հաստատելով ես բացում սահմանները, համակեցության կանոններ նշանակում, ազատ շուկա ունենում իրար հետ փոխհարաբերությունների համար։ Այսինքն եթե Ադրբեջանը Հայաստանի հետ առևտուր անի, նրան այլևս ձեռնտու չի Հայաստանը գրավի։ Կարելի է կարծել, եթե Հայաստանը գրավի, չի կարող Հայաստանի տարածքն օգտագործի, հետո էլ առևտուր անի Թուրքիայի հետ կամ այդ տարածքից ուրիշի հետ։ Այսինքն դու ուզում ես ասես, որ Ալիևի համար ավելի լավն է ըլնելու, քան եթե Ալիևը ուղարկի ոմեն Հասանի, որը գա Հայաստանում նստի եւ ղեկավարի Հայաստանը եւ Հայաստանի տարածքով առևտուր անի աշխարհում։ Այսինքն այդ աշճանի Ալիևի համար Հասանից լավն ես, հա։ Հասկանում ենք, որ դու այդքան լավն ես, որ կարծում ես, որ դա դու այնքան լավն ես Ադրբեջանի համար, որ կմտածեն ավելի լավ է Փաշինյանն լի, քան որևէ ադրբեջանցի։ Այդ հասկանում ենք, որ դու տենց ես կարծում։ Բայց դա տենց չի։ Ու գնացել ես միտեղ, որտեղ որ իրանք իրար նկատմամբ պրետենզիաներն ու պատերազմներն ու պահանջները դրել են մի կողմ միայն նրա համար, որ ապրում են ընդհանուր համակեցության կանոններով, քաղաքական որոշման արդյունքում ունեն ազատ տնտեսական գոտի։ Ադրբեջանի շահից է բխում, որ մեր հետ առևտուր անի։ Եթե առևտուր արեց, էլ ինքը արևմտյան Ադրբեջան չի ասելու, էլ չի գալու Հայաստանը գրավի, էլ ինչին է պետք է նա հայերի հետ առևտուր անի։ Էս է մարդու մակարդակը, էս է։ Չի ուղղվում, էլի, հոզորով չի։
Իսկ հիմա դա նայենք, այդ ինչ որ խոսում ատես ներկայացնում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեկբերլին հայտարարել է. Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը, դա նրանց անօտարելի իրավունքն է։ Դա մեր հայրենակիցների պատմական իրավունքն է։ Արևմտյան Ադրբեջանում մեր տներն են ու հողերն են, եւ փախստականները կվերադառնան իրենց բնօրրաններ։ Մենք դրանում վստահ ենք, ընդգծել է Ազիզ Ալեկբերլին։ Հիմա դուք տեսնում եք, որ այդ մարդիկ հետևողական քաղաքականություն ունեն։ Նրանք չեն ասում, որ Հայաստանի հետ, երբ որ բացվի սահմանները, Հայաստանից կգան Ադրբեջանում կապրեն, Ադրբեջանից կգնան Հայաստանում կապրեն, ինչպես ուրիշ երկրներից Հայաստան են գալի կամ Հայաստանից ուրիշ երկիր են գնում։ Չէ, նրանք ասում են գալիս ենք մեր տները, դա մերն է, մեր երկիրն է դա։ Չի գտնում, որ Բաքվից եկած հայ երկիրն է Բաքուն։ Սումգայիթից եկած հայի երկիրն է Սումգայիթը կամ Կիրովաբադից եկած։ Նա ասում է, չէ, ձերը չես մերն է։ Բայց մենք գալու ենք մեր տները։ Այս մարդկանց հետ եք ուզում առևտուր անեք ու խաղաղություն հաստատեք։ Բայց մարդը Միլի Մեջլիսի իշխող քաղաքական ուժի պատգամավոր է։ Ու սա այնպես չի որ նոր է ասում, պարբերաբար ասում է, բայց նաև ցանկացած պահ, որ պահին Նիկոլ Փաշինյանը որևէ հարթակից սկսում է գովել Ադրբեջանին, Ադրբեջանի հետ խաղաղություն եւ այլ, իրանք ասում են հանկարծ չշփոթվեք։ Այդ խաղաղությունը ձեզ ոչ մեկը չի տալու։ Մենք գալու ենք մեր տարածքը վերցնենք։ Հիմա այս մարդկանց հետ որ առևտուր արեցիք, նրանք չեն ուզելու։ Մի քիչ էլ սահմանները բացեցիք, մի քիչ ստեցիք աշխատել, հանգիստ գալու են սեփականություն առնել, բայց նպատակային, որպեսի հետագայում այդ հողին տիրություն անեն։ Վերցնեն։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովն ասել է, եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումները չեն նախատեսում տարբեր մակարդակներում ներկայացվածություն։ Այսինքն նկատի ունի, որ այնպես չի, որ եթե հրավիրում են առաջի դեմքին, առաջի դեմքը չգնա, ասի գիտեք ուրիշ ռանգի մարդ են գողարկում կամ ասենք արտգործնախարար եւ այլ, այսինքն խոսքը վերաբերում է զուտ առաջի դեմքին։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն Ադրբեջանի նախագահի մասնակցությունը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, նախատեսված չէ։ Այս կառույցի ձևաչափն այնպիսին է, որ ներկայացվածությունն իրականացվում է միայն պետությունների ղեկավարների մակարդակով։ Այսինքն կարող է պատվիրակության մեջ ուրիշ մարդ էլ լինի, բայց ոչ, պետությունը ներկայացնում է առաջի դեմքը։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն իր համարյա մայիսին Հայաստան չի այցելելու, նախագահի խիտ գրաֆիկում եւ օրացույցում նման այց նախատեսված չէ։ Այսինքն ուզում եք ասեք, տասնյակ երկրներ առաջի դեմքերի մակարդակով գալու են Հայաստան, 2028 թվականին էլ որոշված է, որ 2026-ին Հայաստանում է լինելու եւ 28 թվականին էլ լինելու է Ադրբեջանում եւ Ադրբեջանի նախագահը այնքան փիս զբաղված է, որ ինքը չի կարողանում հիմիկվանից մինչեւ մայիս մի հատ օր մի քանի ժամ գտնի, որ գա Հայաստան, որևէ մեկը հավատում է, որ սա խիտ գրաֆիկի պատճառն է։ Գրաֆիկը չի խանգարել, որ ինքը գնա Ամերիկա, բայց գրաֆիկը խանգարել է, որ ինքը չգնա Ռուսաստան։ Եվ ասեց, այո, շատ զբաղված եմ, ես չեմ գալի Պուտինի հրավերով։ Այսինքն ինքը ասում է, որ մայիսին ես քու մոտ չեմ գա, ես քեզ չեմ ճանաչում որպես գործընկեր, որտեվ հունիսին ընտրություններ է։ Դու բան ունես մեզ խոստացած, կանես կգանք, չէ։ Բայց որքան հասկացանք, խոսքը գնում էր նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ ամենակարևորը հարավերներ կուղարկենք, կանենք Ադրբեջանին, Թուրքիային, որ իրանք գան, բա հարևաններ են, հարաբերություններ հաստատենք, օր-օրի մենք գնում ենք խաղաղության, օր-օրի էս ենք անում։ Հիմա ինքը նորից գնաց Լեհաստան, էլի սազնառավ Ադրբեջանին գովեց խաղաղության համար։ Ադրբեջանից այս երկու բանը չլսեցինք։ Այս մարդկանց հետ եք խաղաղություն տանում։ Լեհաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ հարցին ասել է. «Մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում է Ռուսաստանի հսկողության ներքո,
կամ կար ռուս սահմանապահների ներկայությունը օրինակ մեր միջազգային օդանավակայանում, սակայն ներկայում Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից, բայց թվում է թե ինքը հանելա, չէ, որ իր սազանդարներն ասում են, տեսակ ոնց սահմանից հանեց, տեսակ ոնց ռուսներին դուշ շպրտեց, բայց մարդը բացատրում է, որ հանկարծ ռուսները չնեղանան, որ մենք ձեզ չենք հանել, բնականաբար մենք շնորհակալ ենք Ռուսաստանին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայություն մատուցելու, բայց մենք ներկայում կարող ենք, ես զարգացնում ենք մեր կարողությունները, այսինքն մենք խնդրել ենք իրանք մեզ օգնել են, մենք այսքան տարիների ընթացքում 90-ականներից էսկոմ արդեն այսքան տարին բավարար էր, որ մենք մասնագետներ պատրաստենք, շնորհակալություն ենք հայտնել, որ դուք մեզ օգնել եք, այլևս մենք կարող ենք այդ ծառայությունը մենք իրականացնենք եւ շնորհակալություն է հայտնում Ռուսաստան, նա նրանց չի հանել, նա նրանց խնդրել է, որ օգնեք մերոնց թիմ ստեղծենք, մարդիկ որոշակի որակավորում ապահովեն եւ իրանք շարունակեն, սա է խոսվում դրա մասին, ոչ թե այդ տեսակ մեր անկախությունը ինչպես դրսևորվեց, ռուսներին ստեղից հանեցին, մարդը ասում է ռուսներին չենք հանել, ուղղակի մենք այլևս ի վիճակի ենք այդ գործը անելու եւ դրա համար շարունակություն է, ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ, այսինքն Հայաստանի վարչապետին չի մտահոգում, որ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որ Պուտինն ասել է այնտեղ, որտեղ մեր զինվորն է, այդ մեր տարածքն է, եւ որ կանգնում են պաշտոնական մակարդակով ասում են հարավային Կովկասում մեր բազան ներկայացված է եւ մենք դրանով ապահովում ենք տարածաշրջանի անվտանգությունը, իր բազան Վրաստանն ասեց հանի հանեց, Ադրբեջանն ասեց հանի հանեց, այսինքն տարածաշրջանում անվտանգությունը Ռուսաստանն ապահովում է Հայաստանում գտնվող բազային եւ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ այդ բազայի հետ կապված ոչ միայն օրակարգում այդ խնդիրը չկա, որտեղ դա մինչեւ 2044 թվականա պայմանագիրը, այլ մենք ուղղակի այդ բազայի հետ կապված խնդիր չունենք Ռուսաստանի հետ։ Այս ձևի եք Եվրոպա գնում Այս ձևի են ասում տեսակ ոնց ռուսներին հանեց, բա տեսեք Նիկոլ Փաշինյանը Եվրոպա է գնաց, եւ որ գնացել է ինչ։ Ասել է վարչապետը նշելով, որ Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ։ Այ մարդ, այն ինչ կենաց խմեց ռուսների։ Այդ ինչ շատ ջերմ դաշնակիցներ, չգիտես ինչեր եւ այլն։ Դուք այդ ելույթը նայեցիք։ Դրանից հետո եք ասելու Հայաստանը Եվրոպա է գնում։ Նա քանի անգամ ոտը դրել է Եվրոպա, ասել է մենք չենք գալու, մեր վրա հույս չդնեք, այ դուք ուզում եք, բայց մենք չենք գալու։ Հիմա շարունակությունն էլ ասեմ, որ պատկերացնեք։ Նիկոլ Փաշինյան շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին Ռուսաստանի եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու հարցում։ Ժողովուրդ բայետով էր ասում, որ ռուսները մեզ ճնշեցին, ռուսները մեզ դավաճանեցին, ռուսները էս արին, այն որ ռուսները գիտեն, որ մեզ դավաճել եք նորություն չի, այն որ փաստարկված կարանք ներկայացնենք տասնամյակներով ու հարյուրամյակներով, այդ նորություն չի, այդ մենք ենք ասում ու փաստերով ենք խոսում, բայց դու որ գնացել ես Եվրոպայում ու շնորհակալություն ես հայտնում, որ Պուտինի ջանքերով պատերազմը դադարեց, այսինքն Պուտինը օգնեց Հայաստանին, ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանի նախագահը կանգնում ասում է բանին Փաշինյանին ստիպում ենք ստորագրի, չէր ստորագրում։ Պուտինի հետ պայմանավորվեցինք, ստիպեցինք, որ ստորագրեց։ Հիմա պարզվում է, Պուտինը չի ստիպվել։ Պուտինը ուղղակի օգնել է, որ ստորագրվի, որտեվ եթե չստորագրվեր, Ադրբեջանն առաջ էր գնում։ Այսինքն Պուտինը զսպել է Ադրբեջանի, ճիշտ ենք հասկանում։ Էս ինքն է ասել, չէ։ Ու չասենք էլի դե ինքը ուղղակի բարեկրթությունից ելնելով ժեստեր անում։ Այսինքն բարեկրթությունից ելնելով ժեստ անում գնում է Լեհաստան, ժեստ անում Ռուսաստանին։ Այ դուք այս վիճակը չեք նայում, որ Ռուսաստանը առաջնագծում կռվում է, Լեհաստանը առաջնագծում կռվում է Ռուսաստանի հետ, որ Լեհաստանը այսօր դնում է իր ռազմական արդյունաբերությունը զարգացնում, Լեհաստանը ամենակոշտ հայտարարությունների անողներից մեկն է Ռուսաստանի հասցեին, Լեհաստանը որ ընդգծված ձևով օգնում է մանին
Ուկրաինային։ Լեհաստանը խոսում է իր սահմանները ապահովելի հետ կապված, նաև խնդիրը դնում բանի Կալինինգրադի հետ կապված այդ սահմանները ամրապնդի խնդիրները լուծի, որովհետև չի ուզում ռուսների երեսը տենա։ Այդ Լեհաստանն է, որ նույնիսկ եթե իր քաշը չի համապատասխանում Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային կամ Իտալիային, բայց նրանց հավասարազոր գործընկերա ակտիվ ու ագրեսիվ ձևով Ռուսաստանի դեմ պայքարելու։ Գնացել ես տեղես թե որտեղ կայանում ես Պուտինի գովքն ես անում։ Էս այն Լեհաստանն է, որ բանից Ռուսաստանից հիշացնում են, թե գիտես ինչ ա եղել, այդ չլի գանք մտնենք, նախորդ պատմություններն են հիշացնում եւ այլ եւ այլ։ Այս ձևի եք Եվրոպա գնում։ Իսկ հիմա նայենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քլեչն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Իգոր Խովայևին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։ Մեր հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները։ Այդ ձեր խնդիրն լավ եք արել։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատման ուղղված կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում վերջին զարգացումները, նշել է թուրք պաշտոնյան։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Ամերիկան ճշտում է Թուրքիայի հետ։ Ասում է դե մենք Թուրքիայի հետ ենք պայմանավորում, Թուրքիայից ենք ինֆորմացիա ստանում։ Դա նորություն չի, իրանք են հայտարարել։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանն ու Թուրքիան են ճշտում, թե մեր հետ ինչ են անելու։ Եթե սա վերաբերում է նրան, որ Ռուսաստանը Իրանու գլուխ ինչ որ բաներ է քննարկում Թուրքիայի հետ, մեզ ինչ թե ինչ անում, ով է նրան բանի տեղ դնում, բա դուք վերև չլսեցիք, ով է նրան բանի տեղ դնում։ Բայց էինք պատմում, Լեհաստանը ինչ էր ասում։ Սազնարել Ալիևին էր գովում, մեկ էլ Պուտինին։ Բայց դրա համար ռուսները խառնվում են մեր գործերին։ Եվ ասում է բազանը դուրս պետք է չգա, խնդրեմ չունենք։ Սահմանապահներն էլ մենք էինք խնդրել, որ մնան, հմ էլ խնդրել ենք, ասել ենք մենք ի վիճակի ենք։ Մենք ռուսների հետ խնդիր չունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է. Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 92 թվականին էր, այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն։ Խոջալույի ցեղասպանության պատասխանատվությունը կրում է հայկական պետությունը, հայտարարել է Ալիևը։ Այս Ալիևի հետ ենք մենք խաղաղություն կառուցում։ Նաև որ ասում է կրում է հայկական պետությունը, նա նկատի չունի Արցախի հայկական պետությունը, որտեղ Արցախի հայկական պետությունը ինքը երբեք չի ճանաչել, Արցախի հայկական պետությունը ինքը արդեն համարում է լուծարված ու չկա, եւ Արցախի հայկական պետության ղեկավարներին էլ բանտակոխել, ասել է նրանք անջատողականներ են, անօրինական իշխանություն են եղել, օկուպացրել են։ Հաստատ ինքը որ ասում է հայկական պետությունը Արցախը նկատի չունի, մեծ հայկն էլ նկատի չունի։ Նա նկատի ունի հայկական Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն Խոջալույի հետ կապված հերիք չի, որ ապացույցներ կան։ Հերիք չի անգամ Ադրբեջանի նախկին նախագահն էր հայտարարություն արել, որ Խոջալուն դա ադրբեջանցիների պրովոկացիան է։ Հերիք չի, որ դրա հետ կապված փաստեր կա, որ մենք կարող ենք դա ներկայացնել, բայց չենք անում։ Այսօր դրա համար չին մեղադրում անգամ անջատողական արցախցիներին, որոնք Խոջալույի ինչ-որ խնդիրներ են արել։ Նա մեղադրում է Հայաստան պետությանը։ Ինչու է մեղադրում Հայաստան պետությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում էր։ Մենք այդտեղ ինչ գործ ունեինք, ինչ գործ ուներ հայկական զորքը այնտեղ, ինչ գործ ուներ հայերը այնտեղ։ Նրանք բոլորը գնացել էին, որպեսի այնտեղ կռվեն այդ սուտի հայրենասերները, որպեսի Հայաստան պետությունը վերանա։ Եվ մեղադրում էր, որ ինչի եք ուղարկել այդ զորքը։ Հիմա եթե դու այդ ձևով մեղադրես, որ Հայաստանն է օկուպանտ, Հայաստանն է մեղավոր, Ադրբեջանի նախագահը հղում անելով քեզ կասի, որ Հայաստան պետությունն է մեղավոր, Խոջալուն Հայաստան պետությունն է արել։ Բացառապատասխանով պետք է տա։ Խաղաղասեր Փաշինյանը, որ գնացել խաղաղությունից էր խոսում, թե ինչպես ենք հասել այդ խաղաղությանը։ Այո, պետք է փայփայենք այդ խաղաղությունը, պետք է էս անենք, պետք է փայփայի, գուրգուրի, ում հետ ես գուրգուրում։ Ալիևի հետ, բայց Ալիևի ասածները չենք կարդում, որ հանկարծ չասեք դե կարող է տենց չի ասել, այդ ինչի եք գունազարդում։
կոնկրետ բառասի ասում են, որ կարող եք մտնել, որոնում տալ ու կարդալ։ Այս մարդու հետ ենք մենք խաղաղություն հաստատում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է. «Ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին, եւ սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության այդ մեծ ընտանիքը։ Եվրամիության այդ մեծ ընտանիքը Եվրոպան ցանկանում է ընդլայնել, եւ ինքը սա առաջի դեպքը չի, որ իրանք ընդառաջ քայլ են անում դեպի Հայաստան, եւ շատերը Հայաստանում ասում են, մեզ այնտեղ չեն սպասում, ելով եք ուզում սպասի։ Դոնալդ Տուսկի տրամաչափի գործիչը, որը վիզա դնում կռիվ է տալ Ռուսաստանի հետ, ակտիվ ու ագրեսիվ ներկայացուցիչ է համաեվրոպական ընտանիքի, դրանից լավով առաջարկի։ Դա ես չեմ ասում ընդունված բանաձևը, ելում եք ուզում, որ դա առաջարկի։ Երեք Իսլանդիայի վարչապետն էր այստեղ, մի երկիր, որը աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է, եւ շուտով նրանք հանրաքվե են ուզում կազմակերպել, եւ մենք զրուցում էինք, շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ ընթացակարգ։ Մենք շատ զգուշությամբ, բայց հստակորեն բաց ենք Եվրամիությունն ընդլայնելու այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը եւ խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում, եւ ուզում եմ եւս մեկ անգամ ձեր մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել, ասել է Լեհաստանի միամիտ վարչապետը, որը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը Եվրոպա է գնում։ Իհարկե Իսլանդիայի հետ կապված ասեմ, առիթ եղել է մի անգամ խոսել ենք, Իսլանդիան հիմա ցանկանում է հանրաքվե անի, որտեղ Իսլանդիան Եվրամիության անդամ չի։ Իսլանդիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, լեղապատառ է ցանկանում դառնալ։ Գիտեք ինչի, որովհետև Դոնալդ Տրամպը, որ ընդհանրապես պատմությունից հեռու է, ահավոր հեռու է, էլի, ինքը ուղղակի կղզի ասելով Iceland, քանի որ ինքը նկատի ուներ Գրենլանդիան որպես կղզի, երբ որ ինքը Գրենլանդիայի փոխարեն ասեց մենք պետք է գրավենք այդ կղզին, այսինքն Iceland-ը, այս խեղճ իսլանդացիք վախեցան, ասին այ մարդ, այս տնաչենը ընդհանրապես հեռու է աշխարհագրությունից էլ, գրագիտությունից էլ, սա որ մտքին դրել է գալու է Իսլանդիան գրավի Գրենլանդիայի տեղը։ Ասին այմար շուտ մտնենք Եվրամիություն, քանի նավերը ճանապարհ չի դրել, թե չէ մինչև գլխի ինգնի որ սխալ տեղ է ուղարկել, է որ գրավեց պրծավել, նրանից ով է հետ վերցնելու։ Հետո պետք է ասել, ես Իսլանդիան էլ նկատի ունեի, չեմ շփոթել։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ Իսլանդիան ստիպված ուզում է դառնալ Եվրամիության անդամ, որովհետև անհանգիստ է, որ Տրամպը կարող է սխալմամբ բանի Iceland Գրենլանդիայի փոխարեն հենց Iceland-ը գրավի, էլի։ Այդ ուղղակի իմանաք պատճառն ինչա, բայց հիմա հասկացաք, չէ՞։ Դոնալդ Տուսկը մտածում է ճանապարհ, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ Եվ ուղիներ են որոնում, ինչպես Հայաստանին աջակցել։ Իսկ դրան ինչա պատասխանում Նիկոլ Փաշինյանը հերթական ստանդարտ պատասխանը, որը նշանակում է այսպես. եկել եմ Եվրոպա, ասեմ, որ մեր վրա հույս չդնեք։ Որտեւ նորից իր պատասխանը որն է, մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական եւ Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Այսինքն անդամակցությունը մեր համար խնդիր չի, ժողովուրդ ջան։ Մեր խնդիրն է, որ մենք եվրոպական ստանդարտին մոտեցնենք Հայաստանը։ Այսինքն դու բնում ես բռնապետների ակումբում, բայց երկիրը մոտեցնում ես եվրոպական ստանդարտների, լուրջ, դա հնարավոր է։ Այսինքն ո՞նց է դա հնարավոր։ Դու խորանում ես ԵԱՏՄ-ի մեջ, սառեցնում ես հապկը, բայց դուրս չես գալի, Ռուսաստանի հետ մեծ պայմանագիրը անընդհատ բարելավում ես, հիմքը թողում ես նույնը բարելավում ես, Ռուսաստանի հետ հարաբերությունները արժևորում, կարևորում ես, հիմա էլ մտածելով, որ կարող է քեզ քննադատեն, ասում ես, դե հիմա այս ճանապարհը, այս երկաթգիծը բանը ուզում ենք Ռուսաստանից վերցնենք, մենք անենք, եթե Ռուսաստանը չցանկանա ինքը անի։ Բայց էդ էլ ասում են նրա համար, որպեսզի չասեն, այ մարդ, եղած
ինչքան Ռուսաստանը ներգրավված է մեր երկրում, մի բան էլ ավելացնում է, սա Ադրբեջանի գիծը եւ Թուրքիայի գիծը։ Բայց հասկացավ, որ Ռուսաստանն ասեց, չէ, այդ ճանապարհները մենք սարքելու ենք, այսինքն մենք հոգի դեինք, որ Ռուսաստանը սարքելու է, այն մարդիկ, ովքեր խոսքին հետևում են, ասել եմ, ռուսները սարքելու են, փող ունենան, թե չունենան, դրա եղածը բան չի, սարքելու են, որ իրանք ներգրավված են, բայց չմտածեք, թե Հայաստանի ինադու են սարքում, նրանք դա պայմանավորվել է Փաշինյանի հետ, առանձին եւ Միշուստինը եւ Պուտինը, ու նոր չի, որ պայմանավորվել են, ավելի շուտ են պայմանավորվել, որովհետեւ երկու հատ իրար հակասող բան հիմա նայենք, Նիկոլ Փաշինյանն ասում է, կամ այս ճանապարհները կսարքեք, կամ մենք դա ձեզանից կվերցնենք։ Մենք կվերցնենք։ Եվ մենք կսարքենք։ Եվ մեկ էլ կանգնում է Ռուսաստանին ասում է, գիտես, քու պատճառով այս թրիփի հետ կապված մեր գործընկերների խնդիրներ ունենք, կլինի, որ այս կոնցեսիոն պայմանագիրը, որը Հայաստանն է դե քեզ տվել, բայց ժամկետ ունես դա։ Դու 10 իմ ու ձեզ համար բարեկամ մի հատ պետության, թող իրանք այդ կոնցեսիան շարունակեն, էլի։ Բա որտեղ մնացեն, որ կարող էր Հայաստանը դա կառուցեր։ Բան չի դա արանքից դուս եկավ։ Բա կանգներ Ռուսաստանին ու բարեկամ Ռուսաստանին, որ տենց գնացել ես Եվրոպա գովքն ես անում։ Կանգներ ասեր Ռուսաստան, քո պատճառով այդ գիծը չի աշխատելու։ Ենթադրենք քո անունով ու ժանգոտած է, ինչ ես անելու։ Արի ես վերցնեմ ու դու նույնիսկ չգիտես գումարն ինչքան է, չնայած գումարը հրապարակվեց, թե քանի 100 միլիոն է ենթադրենք։ Կոնկրետ թիվը չեմ ասում, որովհետև հաշվարկի բան է։ Եթե դու գիտես ու ինչ որ մի հատ թիվ է, ու դու ասում ես մենք պատրաստ ենք դա անենք, մենք պատրաստ ենք դա անենք։ Եվ մեկ էլ ինչ չես կանգնում, ասես Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, մեզ համար ռազմավարական նշանակություն ունի այդ երկաթգիծը, մանավանդ մենք ուզում ենք Ամերիկային մտցնենք ու խնդիր ունենք, որ Ռուսաստանն էլ Իրանի հետ է շատ մոտ, մենք Իրանի հետ էլ խնդրեմ չունենք, Ռուսաստանի հետ էլ խնդրեմ չունենք, բայց խնդրեմ կունենանք, եթե Ռուսաստանը, Իրանը դեմ դուս գան Ամերիկային թրիփի հարցով։ Խնդիր կառաջացնեն մեզ համար։ Իսկ դա պատճառ կհանդիսանա, որ այդ ճանապարհը չի մտնի Հայաստան։ Պատճառ կհանդիսանա, որ ընդհանրապես կօգտագործեն տրանզիտ Ադրբեջանը Նախճեվանի հետ կապելու եւ շարունակելու համար։ Արդյունքում մենք ընդհանրապես ստանալու ենք փոխադրավճար ինչ որ գումարներ, որ մեր տարածքը հատել են։ Բայց այն ռազմավարական նշանակությունը, որ կունենան, կկորցնենք, եթե Ռուսաստանը դուրս չգա։ Կանգնեիք, ասեք Ժորժ ջան, բերեք բաժնեմասերը փոքր բան ենք անում, ֆոնդային բորսայում դնում ենք, վաճառում ենք, Ռուսաստանի հետ պայմանավորված։ Բերեք ամեն մեկը դրա բաժնետեր դարեք, վերցնենք, սարքենք մեր Հայաստանին պատկանա, հայությանը պատկանա։ Եթե կմերժվեիր, նոր ասեիր դե Ժորժ ջան, դե ախր խնդիրը բացատրեցի, չօգնեցիք էլի։ Բայց դա կարևոր։ Մանավանդ ասում ենք փող դրեք, փող աշխատեք, չէինք ասում մեզ նվեր տվեք։ Բաժնեմաս առեք։ Բաժնեմաս առեք, ռուսներից հետ գնում անենք։ Է չեմ ասում որ կարայեք պարզեիք, որ նրանք ներդրումային ծրագիրը չեն արել։ Հազարը մի բան դրա մասին չի խոսքը, բայց ինչու դա չհնչեց։ Ինչու ընդհանրապես մի կարճ ժամանակ առաջ հնչում է, որ Պուտինին ասեցի, եթե դու չանես, մենք կանենք, կվերցնենք ու կանենք, կարճ ժամանակ հետո ստեից արդեն հնչեց, որ կլինի, որ Պուտինը մեզ համար ընդունելի մարդու տա։ Իրանց թվում է, մենք այդ երկու ասած հայտարարությունը դժվար է հանել դնել իրար կողք։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է. Հայաստանի նախկին նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանը չէր կարող լինել Հայաստանի նախագահ, քանի որ չէր համապատասխանում սահմանադրության չափանիշներին։ Էկոնոմիկայի հարցերը լրիվ լուծել է այս տնաշենը, թվաբանությունը լրիվ սովորել է թվերը ոնց բազմապատկի, հիմա արդեն բազմապատկման աղյուսակ են ժողովրդին սովորացնում, թե ոնց կարելի է երկու թիվը բազմապատկել լրիվ ուրիշ թիվ ստանալ, ու լինել էկոնոմիկայի նախարար, էլի, ասենք կանաչապատման գրասենյակի ղեկավար չլինել, դենդրոլոգ, հա, բայց դա էլ ոչինչ։ Հիմա երբ որ դու ասում ես, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի նախագահ է, շատ ուրախ ենք, շատ ճիշտ ես ասում։ Եթե դու դա նոր ես իմացել, մենք ասել ենք այն ժամանակ, երբ որ ինքը ապօրինի նախագահ էր։ Մի հատ կեղծ տեղեկանք հանեց, մի քուչեքի վրա գրանցված։ Արցախը աշխատելու ժամանակ Հայաստանը մշտապես բնակվել էր ու ինչ որ տարածքն բան էլ չկար։
Ընդեղ ինչ է, խոտի մեջ պարկել էր, երևի։ Հա լավ, այդ մենք գիտեինք, ասել ենք, նոր չի որ ասել ենք։ Դու նոր ես ասում, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի նախագահ է։ Ասում ենք շատ լավ։ Բա Ռոբերտ Քոչարյանը ապօրինի նախագահ է։ Ոնց է օրինական էքս-նախագահ։ Այսինքն, երբ որ ինքը նախագահ էր, ապօրինի էր, երբ որ պաշտոնաթող նախագահ, լրիվ օրինական է ինքը, օրինական պաշտոնաթող նախագահ է, որովհետև նրան հասնում է կեցավայր, նրան հասնում է մեքենա, նրան հասնում է թիկնապահ, հա, գրասենյակ, գրասենյակի աշխատող։ Լուրջ։ Դուք կարող եք բացատրել, ոնց է անօրինական նախագահն դառնում օրինական պաշտոնաթող նախագահ։ Բա ապացուցեք, լավ այն ժամանակ աշխատել եք իրանց ընդունած օրենքները չեք կարող փոխեք, հասկացանք։ Բայց այսօր, եթե դուք ապացուցել եք, ձեր ձեռքին թուղթ կա, որ ինքը անօրինական է ընտրվել, ընդունած որոշումները չեք վերանայելու, կյանքը անցել է, գնացել է, ինչ եղել է, մարդիկ այդ ժամանակ ապրել են։ Բայց այսօր ձեր որոշումներով կանխեք ապօրինությունը, բա ինչի՞ չեք անում։ Հա բայց ոնց կարող անեք, այդքան հարցում Քոչարյանին դիմել եք, որ ձեզ օգնի ընտրություններին, պասերով տղեկ ջան, պասերով։ Բայց նույն հարցը ուրիշ մարդ ձեզ չի տալիս։ Քանի անգամ եմ բարձրացել այդ հարցը, որ պահին ասում ես նա ապօրինի է, նրա իրավունքը ոնց ես պաշտպանում պետության կողմից, հարկատուների հաշվին այդքան ծախսը ինչ ես անում, որ նրա կեցավայրը պահես, ու այդ ամբողջը մենակ կեցավայրը չէ։ Այդ ուղղակի իմացեք, որպեսզի իմանաք այս մարդկանց մտածելակերպը որն է։ Կարծում եմ երկու բան էլ ասենք, իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է Ժնևում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները մի քանի ժամով ընդհատվել են խորհրդակցությունների համար։ Հիմա նոր ինֆորմացիա չկա, կլինի վաղը կանրադառնանք դրան։ Հիմա տեսնենք ի վերջո գոնե ինչ որ չափով գոնե մոտենում է հանգուցալուծման թե չէ։ Իսկ դրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, պատժամիջոցների տակ գտնվող եւ քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում է ներդրումներ անել հրթիռների մեջ, որը իսկական սպառնալիք է ԱՄՆ-ի համար։ Իրանը արդեն իսկ տիրապետում է զենքերի, որոնք հենց հիմա, երբ մենք խոսում ենք, կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին։ Սա երեկ էլ ասենք, որ Դոնալդ Թրամփն էլ էր ասում, որ Եվրոպային վախացնի, որ իմացեք ձեր համար է ջանս ցավում։ Հասկանում եք, ձեզ չեմ օգնում Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դեմ, բայց ձեզ փրկում եմ Իրանից, որտեղ Իրանը այ հիմա ասենց տենչում է, որ հարվածներ հասցնի Եվրոպային, էլի, սենց խելքը գնում է իր համար։ Եվ այդ հեռահարությունները շարունակում են ամեն տարի աճել երկրաչափական պրոգրեսիայով, ինչն ինձ համար զարմանալի է։ Մարկո Ռուբիոն, ես կարծում եմ, որ ինքը ոչ թե երկրաչափությունից, թվաբանությունից բարձրացակ բան չի հասկանում, այլապես կհասկանար ինչ ասել է երկրաչափական պրոգրեսիա։ Այսինքն 2000 կիլոմետրի երկրաչափական պրոգրեսիա, որ աճեր, քանի կիլոմետր կլներ։ Կամ այդ պրոգրեսիան ինչի է չափեցիր, որ այդ ստացար այդ տենդենսը։ Օթում զրույց է, էլի, մի բան ասենք, կարող է միջով բեկին բանը։ Մի երկրի համար, որը գտնվում է պատժամիջոցների տակ, որի տնտեսությունը քայքայված է, իսկ ժողովուրդը տառապում է, նրանք ինչ որ կերպ դեռ գումար են գտնում ամեն տարի ավելի ու ավելի մեծ հզորությամբ հրթիռների մեջ ներդրումներ անելու համար։ Սա անկայուն եւ անընդունելի սպառնալիք է, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Այն որ վիճակը դա է, այն որ 21-րդ դարում կրոնապետությունը խայտառակությունը, դա նորություն չի, որ ասենք։ Այն որ այդպիսի օգտակար հանածոներ ունեցող երկիրը, որտեղ անզգույշ, որտեղ բահդ մտցնես, մի օգտակար հանածո դուրս կգա, էլ քարից սկսած, ամեն ինչ սկսած, վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, հնարավոր չի պատկերացնել մի մետր հող, որտեղ մի հատ հարուստ բան չլինի։ Եվ այդ ժողովրդի վիճակը նաև գիտենք, այդ հասկանում ենք։ Բայց որ այդքանը Մարկո Ռուբիոն տենց սրտաճմլիկ ասում է, մի հատ Դոնալդ Թրամփի այն բանը, այն սիրատոչոր հայացքով, որ խոսում է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության մասին, Կիմ Չեն Ընի, բայց Կիմ Չեն Ընն ինչ է ասում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է Հարավային Կորեայի հետ որևէ տեսակի կապերից ամբողջական հրաժարման մասին, հերթական անգամ ընդգծելով երկու տարբեր եւ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների սկզբունքը։
Հարավային Կորեայի հետ հարաբերությունները ոչինչ չի մնացել, իսկ եթե նույնիսկ մնացել է, ապա միայն սառը հաշվարկը ելնելով Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության ազգային շահերից։ Մեր վճռականությունն ու կամքը դիտարկելու Հարավային Կորեան որպես լիովին թշնամական պետություն, որպես հավերժական թշնամի, հաստատակամ են և վերջնական, հայտարարել է Կիմ Չեն Ընը։ Հո Ամերիկան չի մոռացել, որ այդ երկու Կորեաները, որ բաժանվել է պատերազմից հետո Երկրորդ համաշխարհային, Հարավի երաշխավորը Ամերիկան էր։ Հիմա այս մարդը Հարավին ասում է մեր թշնամին է։ Հյուսային Կորեան մարդիկ սովամահ են ելնում, բանտի մեջ են ապրում։ Այդ բանտի մեջ ապրողը հրթիռ է արտադրում, զենք է արտադրում եւ մի հատ հզոր բանակ ունի, ոչ մի բան չունի, մենակ բանակ ունի։ Բա դա ո՞նց էր քո ընկերը։ Դիկտատոր Կիմ Չեն Ընը ո՞նց էր քո ընկերը, եթե դու Հարավային Կորեայի անվտանգության երաշխավորն էիր։ Եթե դու իմանան, որ Կորեային էլ ես մեղադրում, Իրանին մեղադրելը լրիվ նորմալ է, բայց որ Կորեային չես մեղադրում, Կորեային համարում ես քո ընկերը, որին կարոտել ես, ուզենք թե չուզենք, խիստ կասկածում ենք ձեր օբյեկտիվության վրա։ Իրանը նոտամ ծանուցում է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին։ Հաղորդագրության համաձայն սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով վերջին ժամերին նկատվում է իրանական բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը փորձագետների կարծիքով մատնանշում է տվյալ տարածքում զորավարժությունների անցկացումը։ Զորավարժություններն ընթանում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։ Իդեպ դե ասեմ, այս սպառնալիքների ֆոնին Իրանը երբ որ ասես փակում է անգամ զորավարժությունների անվան տակ, Իրանը այնուամենայնիվ դեռ կասկածներ ունի, որ Ադրբեջանի տարածքը 12-օրյա պատերազմում օգտագործել են իր դեմ։ Փաստ չունի, որ ապացուցի, բայց անուղղակի շատ փաստեր ունի։ Եղբայրական զրույցներ է անում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ երբևիցե մեր տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ, բայց Ադրբեջանը լավ էլ բազաներ ունի Իսրայելի իր մոտ։ Իրանը շատ լավ գիտի, որ Իսրայելը այդ հարցը օգտագործելու է։ Իրանը չի վստահում Ադրբեջանին եւ ուզում է այս առիթը օգտագործի զորավարժությունների առիթը, ասում է օդը փակենք, մանավանդ եթե հանկարծ Ամերիկան կարող է հարվածներ հասցնի։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ այդքան էլ այդպես չի, որ ինքը Ադրբեջանին վստահում է, որտեղ համարում է Ադրբեջանը այնուամենայնիվ Իսրայելի խաթրից չի լինելու, որտեղ Իսրայելը խնդիր ունի Իրանին կործանարար հարված հասցնելու, եթե հանկարծ արանքում պրոբլեմ, իսկ եթե դա Իրանի հետ կապված ինքը կարողանա դա անի, իսկ այս ընթացքում Ադրբեջանի ներողություն, իսկ այս ընթացքում նա շատ տեխնիկա է տեղափոխել Ադրբեջան, Իրանն էլ է դա շատ լավ հասկանում, եւ դրա համար Ադրբեջանին ասում է խաղեր չտաս, բայց քանի որ մեկը ասում եմ գլուխդ չի մտնում, ավելի լավ է ես ինքս մի ձև գտնեմ, մի առիթ գտնեմ այդ օդը փակելու համար։ Իհարկե, այստեղ նայենք լավ, այս մյուսները կթողենք վաղը կխոսենք սրա հետ կապված հարցեր կան, որովհետև մի հատ էլ կարճ անդրադառնանք ընտրությունների հետ կապված մի հարցի։ Ինչպես տեսնում եք, հիմա շատերը խոսում են այն մասին, որ այս քայլը որ արվում է նախընտրական քայլ է, այն քայլը որ արվում է ժողովրդին կաշառելու համար է, ընտրակաշառք են բաժանում, իշխանությունը մի կողմից թոշակի հետ կապված ռուսամետ ընդդիմությունը իրանց միլիարդները տարբեր ձևով տալիս են, ասում են, չէ, ժողովուրդ ջան, մենք ձեր համար ենք անում, բամոտ, չի որ մենք ինչ ընտրակաշառք, մենք ուղղակի երվում խորովում ենք ձեր բարեկեցության համար, քուններս չի տանում, որ ձեզ համար ուզում ենք բան անենք։ Ժողովուրդ ջան, եթե այդպես է, դուք էլ գնալու եք ընտրության, ընտրությունը փակ գաղտնի է, ոչ մեկը չգիտի դուք ում եք քվեարկում, բայց եթե դուք գիտեք, որ ձեզ խաբում են, դուք գիտեք, որ իրանք ուզում են ձեզ առնեն, բայց իրականում դուք հասկանում եք դա, բայց ասում են, վայ, ամոթ չի, բա մենք ձեզ առնում ենք, որպեսզի այդ մարդկանց չվիրավորեք, որպեսզի իսկապես ցույց տաք, որ այո, դուք հավատում եք, որ իրանք անկեղծ են ձեր մասին են մտածում, այլ ոչ թե ուզեցել են ձեր ձայնը առնել, գնացեք ձեր խղճի մտոք ձայն տվեք նրան, ում ուզում եք։ Առնվազն դուք կվիրավորեք, որ այդ մարդիկ իրանք ձևով ձեզ փող բաժանեն,
ու դուք գնաք իրանց ընտրեք, ժողովուրդ ջան։ Ուրեմն դուք կասկածում եք, հա, որ նրանք ձեր մասին են մտածում, ոչ թե ուզում են ձեր ձեռն առնեն։ Կամ իշխանությունը, որը բյուջեի մեջ այդ փողերը չկա, նոր են բյուջեն հաստատել ու բացատրում էին, որ խելքները թո չեք գցե, մենք ոնց կարանք 10,000 դրամ ավելացնենք, բացատրում էին, թե ինչ անհավանական բան եք դուք ասում, եւ 2 ամիս հետո նույն բանը առանց որևէ որոշման բերում են շատ արագ անց են կացնում, եւ դա իհարկե ընտրակաշառք չի, ժողովուրդ ջան, հարգելով իշխանությանը, դուք պետք է իրան ձայն չտաք, որտեղ այդ մարդը հո չի արել, որ ձեզ կաշառի։ Դուք այդքան վատ կարծիք եք մեր իշխանության մասին։ Ժողովուրդ ջան, նրանք ովքեր ձեզ չեն հարգում, նրանք ովքեր ձեզ առավոտից երեկո 30-ով են տվել, թե դուք 10,000-ով ծախվող մարդիկ եք, դուք պետք է իրանց ասեք մեր մասին այդ կարծիքի եք, դե հիմա կտեսնեք։ Ու երբ որ որևէ մեկը մտածի, որ դուք ապերախտ եք, մենք փողը տվեցինք, բայց դուք ուրիշին ընտրեցիք, նախ նրանք չեն իմանա դուք ում եք ընտրել, եւ երկրորդ հարց է ցակում, բա դուք ասում եք կաշառք չեմ տվել, խենք ապերախտ որ։ Բա դուք ասում եք տվել ենք ում ուզում եք ընտրեք։ Ինչ ենք ապել։ Հա, կաշառք էիք տվել, փաստորեն։ Ուղղակի որ ասեիք ընտրակաշառք եք տվել, ձեռնաշղթաները կգցեին, կտանեին, քրեական գործ կհարուցեին։ Այո, մենք բարեգործություն ենք անում, բայց դուք հո հասկանում եք, որ մենք ձեր ձայնը առել ենք։ Իրան հարգող մարդը իր ձայնը կծախի, իր երեխայի ապագայի ձայնը կծախի, դե ուրեմն դուք իրանց արած այդ մանր ժուլիկության պատասխանը երկու կողմի պետք է տաք ձեր արժանապատիվ քվեարկությամբ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։